Պատերազմը բանակն է, չէ՞ անում։ Եվրոպան բանակ չունի։ Բայց հիմա ուզում են ստեղծեն, կարծես թե։ Կապ չունի։ Ասենք կարող են կես միլիոն, 1 միլիոն, 2 միլիոն բանակ։ Բանակը անձնակազմը չէ, բանակը մոտիվացված կռվողն է։ Այսօր Եվրոպայում կա մեկ մոտիվացված բանակ, դա Ուկրաինայի բանակն է։ Ուկրաինայի բանակը պարտությունից հետո Եվրոպան բանակ չի կարող ունենալ։ Անկամ մասնագիտական պատրաստվածությունը վականցած է։ Ես մեկ օրինակ բերեմ, այս վերջերս ոչ ռուսական դրոշներկո, ռուսական նավթային մի տանկեր Էստոնիայի զինված ուժերի ուղղաթիռները փորձում էին կալանավորել, դեսանտ իջեցնել։ Այդ տանկերները զինված չեն։ Շարժունակությունը մանևր անելու համարյա զրոյական է, որտեղ իրենք բավականին երկար են եւ ծանր, որ եթե բեռնված են։ Պատկերացրեք Էստոնիայի այդ զինված ուժերի ուղղաթիռները չկարողացան ուղղաթիռներից տանկերի վրա անձնակազմ իջեցնել։